Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմ եք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Եվ հիշեցնեմ ձեզ, որ այսօր երեկոյան 22:00-ին Երևանի ժամանակով մեր հյուրն է լինելու միասին սոցիալական ցանցի հիմնադիր Վարդան Կապրելյանը Փարիզից շատ հետաքրքիր զրույց կլինի, իսկ ովքեր մեր Telegram ալիքին չեն միանում, հաջորդ օրը կարող են դիտել հաղորդումը YouTube ալիքում։ Սկսենք հաղորդումը։ Նախ ամենաառաջինը ուզում եմ Հայաստանից սկսել, որովհետև մի օր Հայաստանից լուր չի լինում, հաջորդ օրը այնքան լուր ա լինում, որ այդ պատմելու բան չի։ Ռոբերտ Քոչարյանի հակահայ ելույթը։ Ռոբերտ Քոչյանը, ուրեմն Ժորժ ջան, եթե որևէ մեկին թվում է, թե Ռոբերտ Քոչյանը այդքան միամիտ է, որ ինքը պետք է ամեն անգամ դուրս գա ու հայ ժողովրդին ավելի ատելի դարձնի իր ասած Շուշա անունով եւ այլն մնացած ձևերով, Ռոբերտ Քոչյանը սա ինադու է անում։ Ինչի, որտեղ հրաման է տրված, որ Ռոբերտ Քոչյանը խաղից դուրս գա։ Պարզ է, նես միամտություն չանեք, վայ, թաղեմ ազիզը, թա եթե ինչ ուզում եք ասեք, մեկա դա Քոչարյանինն է։ Բայց եթե ինքը հիմա դուրս է գալիս ու ասում է գովում է Ռուսաստանի եւ հայերին ահաբեկում, ասում է հեսա բանը Սյունիքն ու Սևանը կտանք, սա արդեն իր կարիճ տեսակի մեջ կատարում է ռուսի հրամանով, հետո ասում է ինչի որևէ մեկը ռուսի հետ կարակ ոտ մեկնեք ռուսին ասելու, այսինքն դու երկիրը նվիրիր ռուսին, ժողովրդին կոտորիր, ամեն ինչը ռուսին, այսօր մինչև հիմա ռուսի տակից չենք կարողանում 100%-անոց դուրս գալ, գոնե 30%-անոց չենք կարող դուրս գալ։ Նիկոլ Փաշինյանն էլ ռուսի տակ մտած, այնա հացը տվին Էստոնիայում, այդ ոնց է Եվրոպա ես ուզում գնում ես ռուսական շքերթներին, սկսեց կմկմալ եւ այլն, մի խոսքով բոլոր գործողությունները համապատասխան են կատարում։ Կարևորը գիտեք ինչն է, կարևորը այն է, որ իրանք անընդհատ ժողովրդին ցույց են տալիս, որ իրենք վատն են, այսինքն սա ժողովուրդ ջան, սա պետական ծրագիր է, այսինքն տեսեք ես վատն եմ, հանկարծ ինձ չընտրեք, մինչև նորը գա, չէ որ նորի համար տեղ են բացել, անընդհատ ինձ ասում են, որ Կարեն Կարապետյանն է գալու, հարգելիներս, Կարեն Կարապետյանը արդեն Հայաստանում այնքան է խայտառակվել, որ նա որ գա էլ ոչինչ չի ստացվի։ Հա էլի նույն ռուսական կլանի մարդիկ կսկսեն աջակցել նրան, բայց Կարեն Կարապետյանը այն մարդն է, ով որ Հայաստանում դրված երկու պոստից ուղղակի փախավ, անձայն փախավ։ Մի անգամ դրին քաղաքապետ փախավ, մյուս անգամ դրին վարչապետ փախավ ու եկավ Հայաստանը կործանեց, Հայաստանի այդքան տարի պարսիկները ուզում էին գազամուղ քաշեին Հայաստանով կործանեց, հատուկ այնպիսի պայմանագիր ստորագրեց, որ այն գազամուղը, որը պարսկական գալիս է Հայաստանով, հողատարածքը ամեն կողմից 1 մետր, ցմա Ռուսաստանի սեփականություն։ Ռուսական շունը ձև տված, քիթը բարձր, ձև տված դերասան, մնացածը չասեմ, դա հենց եկավ իշխանության նոր մնացածը կբացեմ, եկավ Հայաստանում բանկը դրած է, փողերը տանում է Հայաստանի, լվում ամեն ինչով, Կարեն Կարապետյանը Հայաստանում ոչինչ չունի, եթե որևէ մեկը ասում է, թե Կարեն Կարապետյանը ունի Հայաստանում բանկ, շատ սխալվում է։ Ես էլ շատ փակագծեր չեմ բացի, կբացեմ, թե ովքեր էին նրա շրջապատող խորհրդականները, այսպես ասած, որտեղից էր վերցրել այդ խորհրդականներին։ Պարզ է հերթով։ Ու խորհրդականները այսօր ինչերի են հասել։ Խորհրդականը ժողովուրդ։ Այդ սպասեք, այն որ ասում եմ բոլորի վրայով կոմպրոմատները տոննայով մոտս կա, այդ ճիշտ եմ ասում։ Անցնենք հաջորդ հարցին, որ բացես Քոչյանի կերպարից դուրս է գալիս եւս Սերժն էլ իր խաղն է խաղում, ուրեմն Շարմազան Օղլուն ուղարկել են Ռուսաստան, հեղաբանը հաղթանակի 80-ամյակին եւ Շարմազան Օղլուն այնտեղ խոսեց Արցախի, տեղահանել են եւ այլն ու սկսեցին նրան մի րոպե կանգնեցնել, քաշել, այդ վարողը մոտեցել է ականջին ասում է, այստեղ հարցը որն է, այստեղ ոչ թե ես հիմա կոնկրետ մեղադրում եմ, ճիշտ է, Շարմազան Օղլին միշտ մեղավոր է, որ Սերժ է գովում, բնական է, բայց այստեղ ես չեմ մեղադրում Շարմազան Օղլուն, այնտեղ քաշ-քշում է մի խոսա, ստոպ, ինքը խոսում է, բան, հայը հասնում է բրբրթոցի եւ այլն, այդ վարողն է հելում, չէ, մի ասա։ Եկել են ստել պատիվը չունեմ գովում է, թե տեսակ, սա իմ փորձն էր, որ Ռուսաստանում բարձրաձայնեց, սա է հերոսի կերպարը Շարմազան Օղլու։ Ուրեմն Տիգրան, ես ինչան, в общем, անուն տե չեմ ուզում տամ են կլոր դեմքով դերասան։ Պատգամավոր պատիվը կետ ունեմից։
Ժողովուրդ, էս են միությունն է, հա, որի տակ քոչանս մտեք ռուսի մեջ, ռուսը ուտեմ ռուսի եղած չեղածը։ Էս են միությունն է, որտեղ չեն թողնում նույնիսկ խոսի Արցախից տեղահանվածների համար քաշքշում են։ Հիմա տարբերություն Եվրոպական խորհրդում Հայաստանից որևէ մեկը որ հելնում խոսում է Արցախի մասին կամ հայ, նրան երբևէ տեսել եք հելնեն Եվրոմիությունում քաշքշեն թևերը կամ չթողեն գորգռան գնան ստոպ, սենց բան երբևէ տեսել եք, չէ։ Հիմա այդ միությունը որ տես լմլմցնում եք Ռուսաստանի տակ, էսան ռուսնա, այն մարդ ռուսի ինչ է, այսօր Հայաստանը ռուսին ավելի է պետք, Կոբրա Քոչարյան, օպերացիա սարե պլաստիկ նմանվերես Մաուգլիի միջի կային, են օծին, լրիվ դրապես չանատը առաջ է եկե։ Այսօր Հայաստանը Ռուսաստանին հայազգա ավելի է պետք քան Ռուսաստանը Հայաստան։ Եթե որևէ մեկը սրա վրա կասկածում է, թող գնա քաչալ գլուխը թուրքի խիարի պես գլուխը, եմիշի պես գլուխը հանի ու սկսի թուրքի նման խոսալ։ Որովհետև Ռուսաստան այսօր այնքան ծանր թույլ վիճակում է, որ Կովկասը կարա կորցնի ոչ միայն Կովկասը, նաև ամբողջ մինչև Ռոստով եւ Վորոնեժ։ Իմիջիալոց ժողովուրդ ջան, այն օր էլի խոսացին, ասեցի, էլի եմ կրկնում։ Այո, հարավային Կովկաս, փոքր Կովկաս ձևակերպումները դրանք Ռուսաստանի կողմից մշակված բաներ են։ Նախ Հայաստանը ես միշտ ասում եմ այսր Կովկաս, ինչի քանի որ Հայաստանի համար Կովկասից այս կողմ ենք, իսկ Ռուսաստանի համար առաջ ասում էին անդր Կովկաս, այսինքն մենք Կովկաս չենք, Կովկասից այն կողմ ենք։ Պարզ է, թե փոքր Կովկաս, թե հարավային Կովկաս, այսպիսի ձևակերպումներ աշխարհագրական եկել է ռուսներից, քանի որ փոքր Կովկասը ամբողջությամբ Հայաստանն է, հարավային Կովկասն էլ ամբողջությամբ Հայաստանն է։ Պարզ է։ Այսինքն բաժանիր որ տիրես, լավա չեն ասում, ինչ ասեմ, Հայաստանը սենց ավելի կուճուրացնեն, էլի փոքր XXS Կովկաս։ Էդ էլ վերցնեն, ասենք, Արարատյան դաշտը։ Ինչքան փոքրացնում են եւ պետական, պատմական, հայկական անվանումը վերածում են աշխարհագրականի փոքրացնելով, այդքան փոքրացնում են քո գենը։ Պարզ է։ Սա էլ էսպես, որ իմանանք։ Ուրեմն Վրաստանի պրեզիդենտն է եկել Եղեռնի հիշատակին ծաղիկներ է դրել, սա ես ուղղակի ընդունում եմ իր արարողակարգի մաս, բայց նաև ողջունում եմ կարար այս արարողակարգին չմասնակցել։ Հաջորդը ինչի մասին եմ ուզում եմ խոսել լկտի վարորդի մասին, որը բռնություն է գործադրել ուղևորուհու նկատմամբ։ Վարորդին գործից հանել են երկար բողոքելուց հետո։ Ուրեմն էլի եմ կրկնում, ոչ թե վարորդին պիտի հանեն, պիտի դատական գործառույց են։ Այ դեբիլ, նկարտեկցել են, այ ռախիդ, այ ոչնչություն։ Տեսար Նիկոլենց հետև մտները հանին ավտոբուսը ամբողջությամբ, մենակ ավտոբուսի գլուշի տելը չէ, ամբողջությամբ մտցրեցին հետևդ։ Տեսար դու դուրս եկար քեզ կու տվին, որ կհելնես ամեն ինչ կանես, որ բանը փողը տան եւ այլն, ինչ ստացվեց։ Սիրուն քեզ հանեցին շպրտին դուս։ Եղավ այ ռաբիս լրբի տղա, որ աղջկան քաշքշել, դու ով ես դառը, որ ընդհանրապես փողի համար հելնես քաշքշես։ Դու ընդհանրապես ում շունն ես, նրա նմաններին պիտի դատեն։ Էլ չեմ ասում, որ այդ թաղինները, նկարները կա, պիտի դրան բոլոր խաշմերեկներում ու պածիզներում սատկացնեն, որ ինչ անշանքում հելնել ուղևորուհուն քաշքշել։ Անցնենք հաջորդ հարցին, Պրոշյանի ցույցին։ Պրոշյանի ցույցերը նորից վերսկսվել են տրանսպորտի համար եւ պրոշյանցիներից մի քանիսը այնտեղ մի հոգի էր գոռում, բայց մնացածը հետը համաձայն է, որ ամենազզվելի բանն է։ Նիկոլ Փաշինյան, եթե թանկացրեցիր Պրոշյանից էլ ձեն չես տան։ Այսինքն դուք ապացուցում եք, որ միշտ դուք ինչ է լինի Հայաստանը կործանվել է, դուք Նիկոլի կողմից եք։ Ուրեմն ձեզ արժանի է, ես բոլոր պրոշյանցիների հետ չեմ, բայց սրանց նման փնթիներին, որ կամերայի առաջ էլ դուրս գալիս, տենց է խոսում, ուրեմն ձեզ արժանի է ամեն ինչը։ Ձեզ նվաստացնելը չէ, ձեզ ստրկության ուղարկելն էլ արժանի։ Հաջորդը ինչի մասին ուզում եմ խոսել, իմիջիալոց ասեմ ձեզ, բռնել են, թերթերին տպել են Աբրահամ Ռուսոյին, իբր գովազդում են, ուրեմն Աբրահամ Ռուսոն ով է։ Աբրահամ Ռուսոն է հայտարարություն արել, ով կնքված չէ, նա հայ չէ, հեթանոսը նա հայ չէ։ Այ թուրքի տակի պարկած ջուտի թուրքի տակի պարկած։ Նախ դու որ նոր քեզ Կիպրոսից բերեց,
Ով է բերե ադրբեջանցի լեռնային հրյա Թելման Իսմայիլովը։ Թելման Իսմայիլովի կոշիկների տակը լպստելով եկա, հետո Թելման Իսմայիլովից ուզում էր թռներ, շալվարը տիչեցրին, ցույցել ես տվեք, կրակեցին համապատասխան տեղերից, հələ դու քեզ հայ չեր խոտ, քեզ ասում են հայ չեմ, Կիպրոսցի եմ։ Գործերդ վատացավ, հանին շպրտին դուս, քու երկը ռաբիզա ռուսակալկլոցը, ոչ մեկին դուր չեկավ, եկե հայ ես պրիզնատ գալի, հիմա սկսել ես ասել, որ ով որ քրիստոնյա չի, նա հայ չի, ես ոչ թե դեմ եմ քրիստոնեության ժողովուրդ, ուղղակի տեսեք, հերթական Ռուսաստանի մի ապրանք, որ կյանքում իրան հայ չի համարել, մինչև այդ հայերենը չէր խոսում, ասում է հայ չի, ժողովուրդ, մենք այսօր ունենք հսկայական քանակությամբ հեթանոս հայեր, եւ վերջապես քրիստոնեությունը մեր մեջ մտել է, տեսեք քաղաքական սրա ենթատեքստը 301 թվականից բոլորս գիտենք 301 թվականից որպես պաշտոնական մինչև այդ հայերը քրիստոնյա եղել են էսել գիտենք որ Աբգար թագավորը Աբգար 5-րդը տեսել է Հիսուս Քրիստոսին հա վերեք իմի այսպեսի բան ասեմ ժողովուրդ ջան եթե քրիստոնեությունը իսկ մինչև այդ հայերը ինչ են եղել այսինքն դուս է գալիս այս լրբի բերանով որը տարածվում է բնականաբար ռուսամերկոչանների թերթերով դուրս է գալիս որ հայերը 1700 տարվա ազգ են իսկ մինչև այդ մնացածը հայ չէին որ քրիստոնյա չէին չէ Աբրահամ ռուսը եք խոսցնում ու բերում տպում եք ռուսական շպիոնի ռուսի կոշկի կեղտի տակի մարդու խոսում եք ու ուզում եք արտահայտ տեսեք ինքը sense բան ասեց հա Բայց ինչի Կիևյան Ռուսիայի համար մինչև 988-998 սև գրողի ցավ թիվը որ ռուսները քրիստոնյա չեն իրանք համարում են իրենց հայի համար պետք է տես չլինի հասկանում եք չէ պատմությունը ինչ անում բռնում եմ այդ փնթու որը ոչ մի տեղ չի անցել որը միշտ պարկած եղե թուրքաջուդի տակ միշտ Նրանով է դուրս եկե օբյեկտում երկող ա եղել, այնի է փող դրել մեծացրել, հետո զելա փող գծի, շալվարը իջեցրել են համապատասխան տեղից կրակել են Հայ չէր պրեզնատ գալի, վերջերս գործը վատացել է, հերիք չի ուզում հայ պրեզնատ գա, մի հատ էլ տակից քաղաքական բան է տալիս, ազգի պառակտման խաղ է տալիս։ Ազգի պառակտման խաղ, հա։ Փոխանակ կարողանանք մենք հայերին ընդհանուր բերենք, այս մարդը ասում ով բանա քրիստոնյա չի, հեթանոսը հայ չի։ Ասա մուսուլմանն էլ չի, ինչի մուսուլմանի համար չես ասում։ Այսինքն մամեդական հայը հայ է, բայց հեթանոսը հայ չի, բազմաստվածություն կա մյուսը։ Անգրագետ անասուն, հեթանոսը էթնոս բառն է։ Եթե այդքանը չես հասկանում, այլ լրբի տղա, քո ռաբիզ երկով, դու ավելի լավ չգաս։ Ամբողջ կյանքդ Հայաստան չես ապրել, Կիպրոսում փնթի կայֆաբատ ես եղել, կաֆեից բերել են ռուս ես տառը, հիմա եկել ես նոր դառել ես 55-60 տարեկան, նոր ես սկսում ուզենալ արդեն փողդ բրծել հայ դառնալ։ Ուսրանը թերթերով տպում են, լրիվ պրոռուսական թերթ, Հայաստանը կործանել Ռուսաստանի համար։ Բա Հիմա սկսենք նաև մի բան եմ ուզում ասեմ, որ հենց նոր մի քիչ առաջ եկա, որ ձերբակալել են դատավոր Արտուշ Գաբրիելյանին, որ են ուրեմն շատ մատ գեշ դատավոր էր, տա հաջորդ նայում էր արդեն զզվանքդ գալիս էր, այն որ ստեղը քաչալա, ստե 4 հատ մազունի, Նիկոլ Փաշինյանի ամենանվիրված դատավորներից մեկն էր, ինչքան գործ կա, այդ դրան էին տալիս անի, չնայած Սերժին էլ էր նվիրված, բնականաբար, հա պետության նվիրված, պետության չէ, բանը պետական իշխողներին հայազգին չէ ձերբակալել են հիմիկա ձերբակալեն կհեռացնեն հարցի մի շնորհքով նա ուղղակի իմ համար իմ հետ ընդհանրապես կապ չունի մի բան ասեմ բոլորի տա սա վերաբերվում սա նրանց է վերաբերվում որ նրան ասենց կուրորեն քծնվում եք տեսնում եք ինչ անում քծնվողի վիճակը ինչքան շատ է քծնվում այնքան շատ են տարորում տեսնում եք գոնե կողքից տեսնում եք ինչա կատարվում Այդքան դատական գործերի օգուտ Նիկոլ Փաշինյանի անող են ձերբակալել։ Արզա Մենակ Նիկոլին չի սեն, Սերժինը, Ռոբինը, Լևոնին է տենց է, շատ ստրկացողը ինքը էությունը կորցնում է իր մարդկային։ Դրա համար ինչ ուզում անում է, ոչ մեկը լեֆիկի ձեկից լավ, լեֆիկի համար չլնեք, որ տարավ Մոսկվա պարանը գցեց վիզը խեղդեց։ Չէ՞, հիշում եք։ Լեֆիկի ձեկից լավ չլնեք, որ ձուկը ամբողջ մալեցայի փողը հավաքում էր, տանում տալիս էր լեֆիկին ու լեֆիկի խաթեր բոլորին կճղեր, կկախեր, կմեռներ։ Տեսակ ինչ արի, նույնն է սա, հերթով։ Ուզում եմ անդրադառնալ Կրեմլի ջոկերին, որի անունը ես արդեն ասել եմ, Արսեն Թորոսյանն է, որը Հայաստանի կործանման բաց է արդեն խաղում։
ասում է, որ Հայաստանը ուզենք թե չուզենք, պիտի ընդունենք լիքը այլ ազգի մարդիկ։ Ուրեմն եթե Թորոսյանը ասի ընդունում ենք միայն հայերին ներգաղթի, սա կլինի գովելի, անկախ նրանից համշեն են, մամեդական համշեն են, թե քրիստոնյա, եթե այսպես խոսի գովելի է։ Բայց ինքն հենց ասում որ օտար ազգերով։ Ուրեմն նախ ժողովուրդ ջան, ձեզ մի բան հանգստացնեմ։ Ուրեմն ներգաղթի համար շատ հարցեր կազմակերպվել են բոլոր ղեկավարների ժամանակ։ Հիշեցնեմ, որ Քոչյանի ժամանակ ով կհիշի 2002-3-4 թվերին տարին 10,000 չինացի էին բերում Հայաստան, որ կան ապրեն։ Այդ չինացիները եկան չկարացան դիմանան հայերի հետ, չկարացան իրանց գործան, սա փուճուր երկիր է, նրանք չեն կարող ապրեն, խեղդվում են։ Հիշում եք փողոցներում ասած փողկապները ձեռքներին գցած սարոշ եկող չինացիներ են մանգալ, վերջ։ Բայց չեղավ, եկան ոնց եկան, այտենց գնացին։ Հետո Նիկոլ Փաշինյանը բանը ընդունեց հնդիկներին, չէ՞։ Հնդիկներն էլ չմնացին, գնացին։ Դե եկան ռուսները պատերազմի ժամանակ, ռուսների մի մասն է թողին գնացին, ժողովուրդ ջան։ Ինչի ասածս ինչ կցուցանե, հայի հետ, հայը մանատոն ազգը, հայի հետ յոլա գնալը դժվար է եւ հայկական շուկան փոքր է ու կոռուպացված, դրա համար ոչ մեկ չի կարող ֆրա։ Եթե հայը կգա, ինքը իր գենի խաթեր կմերվի։ Նենց որ մի վախեք, հիմա այս պակիստանցիա, հնդիկա ով էլ եկա, նախ եկածներին պետք է քաղաքացիություն չտրվի։ Ըստ մեզ, որ մենք ասում ենք, իմ կարծիքը ասեմ, հետո կուսակցությանը կխոսենք, ընդհանուր կասեմ, ցանկացած քաղաքացի, որը գալիս է Հայաստան, ինքը չպետք է ստանա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ինքը կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության ապրելու ուղղակի իրավունք։ Չմասնակցի ընտրություններին, բանակ չթողեն իրան, որտեղ ինչ կլինի, ասենք ընդունես 100,000, ասենք անհայտ հնդիկա պակիստանցու անունով թշնամի, գա 100,000-ից ասենք 10,000, թեկուզ 1000-ն է ծառայելու լինի, այդ 1000-ից 5-5 գցեն, ամեն դիրքը թեկուզ մի դիրք ինքը թողնի, հա, անցնի թշնամու կողմ նորից հայկական զոհեր տանք, որ այդ դիրքը հետ բերենք։ Պարզա, չէ՞։ Դրա համար ցանկացած երկրից, եթե գալիս են, կան ոչ թե լնգուլավազը, հա, ոչ թե կանեն պատվալ քնող, զիբիլուտող, եսի ինչը, կան մասնագետներ։ Մասնագետ եկավ, խնդրեմ աշխատանքային իրավունքը տվեք, երեկել ենք խոսել, թող այդ մարդը մնա։ Աշխատանքային իրավունքով ամուսնանում է, ամուսնությունից միանգամից քաղաքացիություն մի տվեք։ Տվեք 10 տարի հետո, 12 տարի հետո, ինչի Սան Մարինոն 26 տարի ամուսնացած մնալուց հետո է տալիս քաղաքացիություն։ Այդ 10 տարի դուք տվեք, ինչ եք վրաս տալիս։ Այնպես որ այս իշխանությունը ամեն ինչ անում, որ ձև տա իր ուզածին ինչ որ բանով հայազգին վնաս տա։ Սրանք գնալու են, իսկ Արսեն Թորոսյան, դու արդեն հիվանդություն են գելա մեջը տեսքից դել երևում է։ Քո մոտ ռակի եւ ամեն ինչի այնքան հայազգին վատություն արի ջլդի վաստակ, որ դու ինքդ ընկար հենց այդ հիվանդությունները, դրա համար մավանը ճանապարհին սատանի պես ուզում ես էլի վատություն անես։ Չնայած դու հանդիսացել ես 30,000 հայի մահվան պատճառ։ Միայն այդ կորոնա եւ Իսրայելից սնունդներ կրելով թունավոր եւ այլն բանակի համար։ Այսպես անցնենք հիմա մի հարց էլ կա, հա, ինձ զարմացրեց, ուրեմն Արցախի նախագահային որոշում են փոխել։ Այս Շարամանը մտնում շատ մի եսեմ ինչի գլուխ է եւ ուզում է նախագահ դառնա, դե Սիամոն չի ուզում, որտեվ Սիամոն կարա ցույց էր ուզա հավաքել 6 հոգի եկե, էլ 6 իրանից մի ժամ հետո եկե։ Սիամոն չի ուզում, Սիամոյի շունիկը Իջևանցի Հայկ Խանոմյանն է ուզում։ Ուրեմն Արցախցիներ ջան, հիշում եք, չէ՞ Հայկ Խանոմյանին, եկավ Սիամո գովելով, Նիկոլի տակով անցավ, Նիկոլի հետ մնում է Նիկոլի շունը։ Ես ոչ թե հորդորում եմ, դուք ինձից լավ գիտեք, որ Հայկ Խանոմյանը, որը նախարարի կոչում էր ստացել եւ այլն Արցախում թեին, Հայկ Խանոմյանը 0 մարդ չի, Հայկ Խանոմյանը էությամբ համարվում է թշնամին։ Դերասանությամբ մեջ կորած, մինչև այդ թոքախ սատկում էր 6 ամիս թե ինչքան նախարար աշխատավ, քաշը 100 կիլոյով ավելացավ։ Գողնալու process-ը վրա է գալի բոլորին։ Այնպես որ դուք կորոշեք ինչ կլինի։ Հաջորդ հարցը ուզում եմ խոսել միջազգայինից, ասեմ ձեզ, որ առաջի ծիծաղելի հարցը էլի Տրամպինն է, ուրեմն Տրամպը հայտարարել է, որ ինքը պայքարում է, որ Սուեզի ջրանցքը լինի ամերիկյան հսկողության տակ կամ եթե չլինի, պարտադիր ամերիկյան նավերից, ռազմանավերից եւ ամեն ինչից ոչ մեկ հարկ չվերցնի։ Ժողովուրդ ջան, բոլորը սկսել են ծիծաղել, թե Պանամայի հարցը լուծեցիր, նույն ձև էիր ուզում, որ անցել ես սրան։ Հա, ասում եմ, էն էլ կլուծեմ, էն էլ կլուծեմ։ Բրավո, արդեն
ընտրությունից 4-5 ամիս անցել է, Պանաման էր գրավում, Կանադան էր գրավում, եսի Մեքսիկան էր գրավում, հիմա անցել է Սուեզին։ Իմիջիայլոց Կանադայի կառավարությունը հայտարարեց, որ զգուշ թող Ամերիկան հիշի, որ ամերիկա-կանադական պատերազմի ժամանակ Կանադան հաղթեց։ Ընեց չանի, որ Ամերիկան ընդհանրապես ընկնի Կանադայի լծի տակ։ Էս էլ պատասխանը։ Ինչ վերաբերվում է այս Հնդկաստան-Պակիստան պատերազմին, սկսել են աշխատել արդեն մեծ դրամաչափի հրանոթներն ու հրթիռները դեռ չէ, մեծ դրամաչափի հրանոթները եւ Հնդկաստանը Պակիստանի օդային զոնան ուզում է փակի։ Սա ամենամեծ կատաստրոֆան կլինի, բացի նրանից, որ ջուրն հապագ է, դա արդեն երաշտ է, ինձ թվում է Պակիստանի վերաձևման ծրագիրը արդեն գնում է, որովհետև ոչ մեկ ձեն չամ հատկապես ոչ Ամերիկան, ոչ Չինաստանն է բողոքում, ոչ Ռուսաստանը։ Հնդկաստանը դեռ ինչ ասում է, անում է, ոչ մեկ դեմ մի ձայն չի անում։ Մենակ Էրդողանի նման թոքախնա ասում է, կոչ եմ անում զսպվածություն, բայց ելերն ու տենք է զսպված։ Իմիջիայլոց ասեմ ձեզ, որ այս ամբողջ ֆոնի վրա շատ հետաքրքիր դեպքեր են կատարվում, նաև այլ ուղղությամբ, տեսեք։ Բացի նրանից, որ հիմա կռիվը գնում է Հնդկաստանում, կռիվը վերսկսվել է Սիրիայի տարածքում, Սիրիայի այս թուրքահպատակ զորքերի եւ դրուզների միջև։ Դրուզների մասին ես հաղորդում եմ, կարճ ասեմ, սրանք արաբական այն ցեղն են, ովքեր Ֆաթիմյան դինաստիայի եւ Շիայի խառնուրդ այսպիսի իրենց կրոնական ուղղությունն է, իսմայելիտների եւ այլն, ես չեմ խորանում դրա մեջ, համենայն դեպս դրուզները այն ազգային խմբավորումն են եղել, որոնք միշտ պայքարել են Օսմանյան կայսրության դեմ, ընդհուպ օգնել են հայերին, Լիբանանի քաղաքացիական պատերազմում էլ, որ քրիստոնյա արաբները հայերի դեմ էին էլի դուրս գալիս, դրուզները էլի հայերի հետ միասին պայքարել են, այնպես որ դրուզները հայերի համար թշնամի ազգ չեն, ժողովուրդ ջան։ Ցանկացած ժամանակ Օսմանյան կայսրության դեմ սկսած պատերազմում իրենք դեռ երկար ժամանակ 1800-ական թվականներից բազում ապստամբություններ են բարձրացրել։ Ընդհանուր դրուզների թիվը 2.5 միլիոն է, Սիրիայի հարավային մասի մի Ալ-Սուեյդա քաղաքը իր մարզով մոտապես 6000 իրենց մայրաքաղաք են, համարում այդ տեղն ամենաշատը։ Մի խոսքով մարդիկ ապրում են եւ պայքարում են իրենց համար հենց հիմա կան զոհեր։ Տեսեք ալևիտների հանդեպ եղավ եղեռ։ Հիմա դրուզներին կսկսեն եղեռն անել թուրքական ուժերը հետո, իսկ դրուզները միակ ազգն են այս արաբական ազգերի, որոնք իրենց ազգային գվարդիան զորք ունեն Իսրայելում, որպես ազգային գումարտակ եւ պայքարում են միշտ արաբների դեմ։ Այսինքն խաղի կանոնները նորից գնում է ներքին փոքր ազգերի բնաջնջելով, բայց դա հո այդպես չի ստացվելու բոլորի մոտ։ Բարձա, այս է ամբողջ էությունը, որ այսօր աշխարհում պատերազմները գնում է ուրիշ ուղղությամբ։ Եվ իմիջիայլոց մի բան ասեմ, այդ որ այդքան գոռում էի առաջի օրից ջհուդականա Հունգարիան, ջհուդականա, այսօր Հունգարիայի պարլամենտը որոշում է կայացրել միջազգային դատարանից դուրս գա Օրբան Չուրբան ջհուդա Թուրքի ինչի համար, որ դատական գործ են հարուցել Նաթանյահուի դեմ։ Տեսնում եք, ԵՔ-պետությունը հանուն Նաթանյահուի այս ջհուդները դուրս են գալիս միջազգային դատարանից։ Իմիջիայլոց սա շատ լավ լուր է, որտեղ այդ դատարանով միջազգայինով տվել են Ռամիլ Սաֆարովին եւ Ռամիլ Սաֆարովին ախպերության ֆոնի տակ նվիրեց Ադրբեջանին, այնպես որ Հունգարիային դեռ շատ բան է սպասվում։ Ով որ լքում է եվրոպական կառույցները, նրա վիճակը շատ ծանրալու, տեսեք ամբողջը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ մյուսների։ Էս էլ էսպես։ Կանցնենք նաեւ վերջում պատմական մասին, ես ուզում եմ ձեզ ներկայացնել մեր պատմական մի քանի իշխանական տների, որոնց մեր պատմության մեջ շատ քիչ է նրանց մասին խոսվում, այնքան քիչ է, որ ես ուղղակի հանուններ եւ մի քանի ֆրազներ կան, պիտի ներկայացնեմ, որ դուք էլ իմանաք։ Տեսեք, մենք իշխաններից ունեցել ենք օրինակ Գեշմարտ Ամիրային։ Գեշմարտ Ամիրան հավաքել է հարկեր, իր հարկահավաք ձեռնավորը եղել է Հավիկ անունով մի տիկին, Օշականի եւ մնացած գյուղերից հավաքել է, բայց նաեւ ասում են բարեգործություն արել։ Վերել նվիրել է եկեղեցիներին, Երևանի եկեղեցիներին, տարածաշրջանի մինչև Նորավանքին նվիրատվություն արել։ Սա Գեշմարտի մասին, ուրիշ բան չկա, քանի որ եկեղեցիներից մեկի ճակատին գրված է, որ Գեշմարտը հավաքում էր Օշական գյուղի կողքի գյուղերի հարկերը եւ նաեւ իր կողմից նվիրատվություններ էր անում եկեղեցուն։ Հարգելիներս, հիմա որ ասեք, ես այս մասին ավելի լավ լռեմ։ Ինչի էր նվիրատվություն անում եկեղեցուն հող կամ բան,
Սա արդեն հարցի մյուս կողմն է, քանի որ հայկական իրականության մեջ Պապ Թագավորի որոշումից հետո եկեղեցին էլ ավատատեր չէր, ֆեոդալ չէր։ Նույնը կարող եմ ասել մյուս Մայևանյանների տան մասին, նորից Ամիրա, վերջին բանը Ամիրան Մարևան Արփեցի Ամիրան էր, վերջինը 1381 թվականից արդեն նրանց անունը չի լսվում, որտեղ նա նշվում է որպես Ջուրջիթոր Մարևան Ամիրա, որոնք հայկական իշխանական տոհմ էին, որոնք ապրում էին Սյունիքում, բայց հենց որ սկսվեց պատերազմները, Սյունիքից տեղափոխվեցին Անի, հետո որ Զաքարյանները գրավեցին, նրանց ետ բերեցին, նվիրեցին Վայոց ձորի տարածքում մի փոքր տեղ եւ Սյունիքում նրանք նույնպես զբաղվում էին բարեգործությամբ, իհարկե վերցնում էին հարկերը եւ հողատարածքներ գնելով նույնիսկ Տարսայի Ջորբելյանից իշխանած իշխան նվիրել են եկեղեցուն։ Ու նրանց մասին փորագրվում է եկեղեցու պատերին։ Հարգելիներս, այսինքն դուրս է գալիս, եթե որևէ մեկը եկեղեցուն հող կամ բան չէր նվիրում, նա ազգասեր կամ հավատացյալ մարդ չէր։ Ես սա ներկայացնում եմ հատուկ դրա համար, ինքներդ մտածեք, էլի եմ կրկնում, ոչ թե սևացնում եմ եկեղեցուն, ես դա ասեմ մտածելու տեղի։ Քանի որ ես ինքս վերլուծում եմ իրողությունը, ես ձեզ ուղիղ թվեր չեմ ասում ու չեմ սիրում թվերով պատմել, քանի որ թվերով պատմելը դա լինում է պատմական հաղորդում։ Իսկ ես ներկայացնում ու վերլուծում եմ իրավիճակը։ Այսինքն այն մարդը, ով որ եկեղեցուն հող տվել, նա ամահացել է եկեղեցիների վրա, նվերատվել, հարկատվել, ով չէ։ Հա, եկեղեցի հոգևորականները միշտ էլ Հայաստանում հայերիս մեջ ամենահարգված մարդիկ են։ Ես էլ որ գնում եմ եկեղեցի, էլ մեր հոգևորականների մոտենում եմ առանձնակի բարևում, խորին հարգանք, օրհնությունը ստանում, բնականաբար դա այդպես է, բայց որ նկարագրվի այն մարդն է լավը, որը հենց եկեղեցուն անավիր տալիս մյուսներին, չէ։ Սա էլ մի քիչ տարօրինակ է, ես կխնդրեի սրա վրա էլ ուշադրություն դարձնել։ Հայոց պատմության մեջ բազում փակ նյութեր կան, որոնք ինչքան էլ մենք փորձենք բացել, բաներ բացել, կան թևեր, որոնք մեզ փակել են, չեն թող այդ ինֆորմացիան հասնի։ Շատ քիչ տարբեր աղբյուրներ կամ ծածուկ գրողներ հայտնաբերել են այդ թեման, հետո հասել է մեզ։ Դրա համար էլ ամենակարևոր բանը ինչը որ կա, պիտի մենք գնահատենք մեր ունեցածը, մեր հնադարյան պատմություններից սկսած ինչ ասել, սկսած մեր պատմական Իմիջիալոց մենք մի հատ էլ հանդիպում ունենք, դա պահում եմ գախնի, մի քանի օրից հանդիպում կունենանք մեր հնագետ հայերից մեկի հոյակապ մի հատ մարդու հետ, մեր եթերում, որ կբացատրի հայկական գենի, հայկական հնագիտական եւ այլն շատ կարեւոր փաստեր։ Այսօր այսքանով ավարտում եմ այսօրվա հաղորդումը, մաղթում եմ ձեզ լավ օր։ Հարգելիներս, հիշեք, հայը մնում է միշտ նա, ում մեջ հայի Աստծո մասնիկը կա։ Սա միանշանակ։ Երբ որ դու փորձում ես հոգևորը ծախել, հա, տեսեք էլի եմ ասում, օրինակ դատավորը, ու հերո չգնաք հիմա, դատավորին բռնել են։ Եթե դու փորձում ես ծախել հոգևորը, վերածել զրնգու դրամի, դու արդեն դադարում ես հայ լինելուց։ Վերջ, դրա համար է քո հետ վարվում են, տես որ ասում եմ, Աստծո այդ մասնիկը որ կա, դա քո մեջ մարում է, դա քո պաշտպանական շերտն է։ Էլ դու չես կարողանում պայքարել։ Դու ծախվել ես, երբ որ դու գնացել ես շինծու դատական գործերի, դու արդեն ծախվել ես, վերջ։ Այսինքն այդ հայկական, այդ Աստծո մասնիկը, որ քեզ միշտ պահում է, ոնց որ Աստծո կողմից մարմնիդ մեջ տրված էներգիա, մարում է։ Դրա համար դու արդեն սատանի ձեռս ընկնում ես, սատանան անմային ինչ ուզում է։ Ու սա վերաբերում է բոլորիդ։ Երբ որ դուք հոգին ծախում եք, ես իմ կամ նյութական եք գնում, դուք արդեն վերանում եք հայ լինելուց։ Հետո ասում եք խիստ ինձ եղավ։ Ես ախր ոչ մեկի վնաս չեմ տվել։ Բնականաբար ամեն մարդ իր աչքին ինքը անմեղ։ Դրա համար փորձեք լինել ոչ ծախում։ Ծախու ապրանքը վերածվում է ջհուդի։ Հոգով մնացեք հայ ու փրկությունը կգա։ Ես ոչ թե համոզված եմ, ես հաստատ գիտեմ, որ հայը նա հաղթելու։ Բայց այն հայը, ով որ հոգով է հայ, էլի նրանք sense ծախուները մաղվելու են գնա։ Որովհետև եթե լիներ իրականում աշխարհը վաշխառուի ծախուի, մինչև հիմա աշխարհում կլիներ Հիտլերի իշխանությունը, կլիներ Չինգիզ խանի իշխանությունը, կլիներ չինացիների այդ վայրագությունները, ճապոնացիների եւ այլն սովուն, բայց դրանք չկան, չէ։
կլիներ Օսմանյան կայսրությունը, բայց դրանք չկան։ Ինչի՞, որտեղ վաղ թե շուտ ինչքան է մարդը վատի է գնում, ինքը իր մեջ ինքնամաքրման process է գնում։ Ինչքան է քրիստոնյաները թքած ունեին Հայաստանում կատարվողի վրա, մի պայեկավոր հասան իրենց տունը, դուրս եկան Թուրքի դեմ։ Եվ հիմա ամբողջ թուրքական ծրագիրը կոտրվում է։ Կոտրվեց արդեն Օսմանյան կայսրություն, պանիսլամիզմը չստացվավ, պանթուրքիզմը չստացվավ, թքին երեսին, ու էլի թքում են, պարզ է։ Դրա համար հասկանում եք, չէ, այս ծրագրերը, սիոնիզմը չստացվեց, այս էլ են թքում երեսներին, հասկանում եք, այս մտածված նոր բան է պետք, իսկ նոր բան ոչ մեկ չի կարող ավելի շատ մտածի, քան Աստծո հիմք դրածնա, որը հայ բառը, հենց բոլոր լեզուներով բարձրյալ, իսկ գերմաներեն հայլիգե սրբազան։ Այսքանով ավարտենք հաղորդումը, մաղթենք ձեզ լավ օր եւ միասին կրկնենք, առ երկինք ուղարկենք, որպեսզի մեր ասածները Աստված լսի ու կատարի։ Աստված թող արժանին պատժի հայ ազգի ներքին եւ արտաքին թշնամիներին, Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, հաջորդ տարի Մուշում, Վանում, Սասունում, Բաբերթում, Կիլիկիայում, Անգորայում եւ Պոլսում։ Ամեն։